Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի միջև 23 տարեկանների հավաքականն առաջին մեդալն է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած աշխարհի առաջնությունում։ 61 կիլոգրամ քաշայի Մեժլումյանը 11-0 հաշվով հաղթել է չեզոք դրոշի ներքո ելույթ ունեցող Բելարուս Իվան Հրամիկային եւ դարձել բրոնզե մեդալակիր։ Հայ ըմբիշը պայքարը սկսել էր հոկտեմբերի 23-ին եւ մեկնարկային գոտեմարտում պարտվել չեզոք դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Բաշիր Մագոմեդովին, որը նվաճել էր եզրափակիչի ուղեգիր Մեժլումյանին բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն։ Միակ սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 11-0 հաշվով հաղթել էր ամերիկացի Խուլիա Չլեբովեին։ 57 կիլոգրամ քաշայի Մանվել Խնձրցյանը 3 հաղթանակից հետո դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ այսօր կմրցի ռուսաստանցի Նաչին Մոնգուշի հետ։ Կիսաեզրափակիչում Խնձրցյանը 13-3 հաշվով առավելության է ասել Մոնղոլիայի ներկայացուցչի նկատմամբ։ 97 կիլոգրամ քաշային Սերգեյ Սարգսյանն էլ 2 հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչում 0-11 հաշվով պարտվել է ամերիկացի Վիտման Թրումբլի։ Հայաստանի ներկայացուցիչն այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար։ 79 կիլոգրամ քաշայի Մենուա Յարեբեկյանն էլ այսօր սփոփիչ գոտեմարտ կանցկացնի իսպանացի Գաբրիել Իգլեսիաս Ռամոսի հետ։ Հաղթելու դեպքում հայ ըմբիշը երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար։ Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում մեկնարկել է 13-րդ տուրը։ Արարատ Արմենիան Ավանի ակադեմիայում ընդունել է Վեստ Արմենիային եւ ջախջախել 4-0 հաշվով։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել գվինիացի արձակվող Մոհամեդ Յատարան, որը 10 գոլով հավասարվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի ռմբարկուների ցուցակը գլխավորող Ալաշկերտի վրացի արձակվող Լևան Կուտալիային։ Այս խաղում Վեստ Արմենիայի կազմում ինքնագոլի հեղինակ է դարձել Վլադիմիր Խարատյանը։ Արարատ Արմենիայի 4-րդ գոլը խփել է Միշել Այվազյանը։ Վարդ Ամինասյանի գլխավորած թիմը 26 միավորով 3-րդն է, Վեստ Արմենիան 7 միավորով 9-րդն է։ Երևանի Արարատն էլ հանրապետական մարզադաշտում ընդունել Չարենց Հավանի Վանին եւ հաղթել 2-1 հաշվով։ Խաղի 25-րդ րոպեին նիգերիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Բոնիֆեյսը դիպուկ է իրացրել 11 մետրանոց հարվածը եւ առաջ մղել մարզային ակումբին։ 60-րդ րոպեին Վանը մնացել է 10 ֆուտբոլիստով։ Երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվել է նիգերիացի պաշտպան Դեուդոսան։ 62-րդ րոպեին Բերտրան Մանին վերականգնել է հաշվի հավասարակշռությունը, իսկ 68-րդ րոպեին Կլեման Լեռնոն հաղթանակ է պարգևել Արարատին։ Իդեպ երևանյան ակումբի ֆուտբոլիստները հանդիպմանը մասնակցել են Արարատ 73-ի 50-ամյակին նվիրված հատուկ ռետրո մարզաշապիկներով։ Արարատը վաստակել է 17 միավոր եւ զբաղեցնում է 6-րդ տեղը, Վանը 7 միավորով վերջին 10-րդ տեղում է։ Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում իտալական Ինտերը ընդունել է ավստրիական Զալցբուրգին եւ հաղթել 2-1 հաշվով։ Իտալիայի գավաթակրի կազմում առաջին խաղակեսին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը սրող փոխանցում է կատարել առաջին գոլի դրվագում։ 34-ամյա հայ կիսապաշտպանը 28-րդ րոպեին դեղին քարտ է ստացել։ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել չիլիացի արձակվող Ալեքսիս Սանչեսն ու թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն։ Ինտերը դե խմբում 7 միավորով 1-ից 2-րդ տեղերն է բաժանում իսպանական Ռեալ Սոսիեդադի հետ։ Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը մենք կղզում կացկացվի 2023 թվականի Պիդեի Գրանդ Սվիս մրցաշարը։ Հայ շախմատիստներից տղամարդկանց պայքարին կմասնակցեն Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Մանուել Պետրոսյանը։ Կանանց մրցաշարին կմասնակցեն Էլինա Դանիելյանը եւ Մարիամ Մկրտչյանը։ Յուրաքանչյուր մրցաշարում առաջին եւ երկրորդ տեղերը գրաված շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու 2024 թվականի հավաքնորդների մրցաշարին։ Նարեկ Արուշանյան, Free News, Ազատ լուրեր։